Անվելյանի հետ, պարոն Անվելյան, ձեր դիտարկումները կատարվողի վերաբերյալ արդեն են, որ հարցեր տալն էլ չգիտենք, էլի ինչ ձևակերպենք, սպասելի էր, սպասելի չէր, ամեն դեպքում կանխատեսելի էր։ Նայեք, հիմա ինչ է կատարվում, խնդիրը հետևյալն է, քանի որ սենց մեծ գրոհ է սկսվել եկեղեցու նկատմամբ, ու սրանք փորձում են նաև ամեն կերպ ցույց տալ, որ այդտեղ թիրախը եկեղեցին չի, այլ թիրախը վեհապարն է, ապա այս ձերբակալությունը ընդհանրապես ապացուցում է հետևյալ փաստը, որ իրականում թիրախը հենց եկեղեցին է, եկեղեցու նկատմամբ հարձակումները ու այն ամբողջ կեղտոտ այդ խաղը, որ տեղի է ունենում, մի քանի նպատակ է տապալում, նախ թույլատնել եկեղեցին, երկրորդը փորձել եկեղեցու շուրջ տեղի ունեցող այս գործընթացի անվան տակ գնալ ավելի խորքային եւ դավաճանական համաձայնությունների մեր թշնամի պետությունների Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որտեղ պայմաններից մեկը ես համոզված եմ սա է, թույլատնել եկեղեցին որպես վերջին ազգային կառույցի Հայաստանում, ասենք ասենք Հայաստանի Ծառայքելական Սուրբ եկեղեցին մեր միջնաբերդն է։ Եվ թշնամին, որը օկուպացրել է ամբողջ պետական համակարգը, այսօր ուզում է վերցնել հենց այդ միջնաբերդը։ Սա է խնդիրը եւ այս հարցի լուծման համար նրանք գնում են ցանկացած քայլի։ Աղծում են եկեղեցին, գնում են գտնում են մարդկանց, ովքեր պատրաստ են ստորագրել ցանկացած փաստաթղթի տակ, այն մարդիկ, ովքեր չեն համաձայնվում, ասենք ասեմ, ծռվեն եւ իրենց իրականացնեն իրենց ասած, ընդհանրապես ձերբակալվում են։ Նորից եմ կրկնում, խնդիրը դրված է թույլատնել եկեղեցին, խնդիրը դրված է հենց եկեղեցու աղմուկի նաև գնալ այլ ավելի մեծ զիջումների, որոնց պահանջը կա այսօրվա կառավարության առաջ, եւ սա ինձ այդ դավաճանական ծրագրի շարունակականությունն է։ Կանխել է հանգուցալուծումը, դուք ինչպես եք տեսնում։ Միակ հանգուցալուծումը ես տենում եմ իշխանափոխությամբ, որը ընտրություններով թե այս փուլում ինչ-որ բան է, ցուրտ է չեն դուրս գա։ Խնդիրը ցուրտ ու բան չէ, նայեք, ցավոք սրտի Հայաստանը մի պետական համակարգ է գործում, որը ունի աբսոլյուտ վերահսկողություն ամեն ինչի նկատմամբ։ Թերևս բացի լրատվամիջոցները նրանք ամեն ինչ վերահսկում են։ Այն էլ մի քանի, ոչ բոլոր լրատվամիջոցները։ Եվ այս պայմաններում, երբ որ իրենք ունեն աբսոլյուտ իշխանություն ու ցավոք սրտի այսօրվա սահմանադրությունը հնարավորություն տալիս է, այսօրվա պետական ռեժիմի դեմ փողոցային պայքարի էֆեկտիվությունը ես պետք է գնահատեմ, որ շատ ցածր է։ Պետք է պատրաստել մի փոքր ավելի խորքային, ավելի երկարատև պայքարի, որի հիմքում հենց ասենց ասեմ ընդդիմության ընդունակությունը միմյանց հետ լեզու գտնել, սեփական ամբիցիաները գցել մի կողմ եւ կենտրոնանալ նոր կառավարություն ձևավորելու վրա։ Շնորհակալ եմ։